Մարտի սկզբին հրապարակվել էր Միացյալ Նահանգների հայոց արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի նամակը Ամերիկայի նախագահ Թրամփին, որում Սրբազանը խնդրում է աջակցել ազատելու Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին։ Նամակում Սրբազանը հիշեցրել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 120,000 արցախցի կորցրել է տունը, հողը, բնորանը, իսկ Արցախի պաշտոնյաները պահվում են բանտում անմարդկային պայմաններում։ Սրբազանը նամակում հույս է հայտնել, որ նախագահ Թրամփի եւ նրա վարչակազմի միջամտությունը կնպաստի հայ գերիներին ազատելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին։ Մեսրոպ եպիսկոպոսը հիշեցրել է, որ դեռ նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ քրիստոնյաների էթնիկ զտումները։ Ինչպես մեր բոլոր թեմերը մենք խորը մտահոգությամբ հետևում ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները անարդարաբար եւ ցուցադրականորեն դատվում Բաքվում եւ որպես մտահոգ հայեր եւ հայ եկեղեցու հավատացյալներ մենք ամենատարբեր առիթներով բարձրաձայնում ենք մեր կարծիքը եւ հայտարարություններ տարբեր տեսակի հայտարարություններով եւ հատկապես դիմելով մեր թեմից տարածքից ներս Միացյալ Նահանգների ղեկավարությանը, կառավարությանը, բոլոր հարանբանությունների, կրոնական կազմակերպությունների առաջնորդների անվամբ նաև նամակ մենք կազմակերպեցինք, որպեսզի նամակով դիմենք պետքարտուղարին, Միացյալ Նահանգների նախագահին եւ տարբեր կառույցների, որպեսզի բարձրաձայնենք այն դատապարտելի երևույթը, որ տեղի ունենում այս օրերին Բաքվում եւ անշուշտ մենք չենք լռելու, շարունակելու ենք մեր ձայնը բարձրացնել եւ կարելին անել, որպեսզի մեր հայրենակիցները օր առաջ վերադառնան հայրենիք եւ որպեսզի արդարությունը վերականգնվի։ Ֆրանսիայի հայոց թեմը երկրում ղպտի եւ ասորի քույր եկեղեցիների առաջնորդների հետ միություն է ստեղծել Ֆրանսիայի արևելյան եկեղեցիների եպիսկոպոսների խորհուրդ, որի առաջին ժողովի ժամանակ բոլորը ստորագրել են հայտարարություն, պատկան մարմիններից պահանջելով գերիների անհապաղ ու անվերապահ ազատ արձակում, իսկ մինչ այդ մարդկային վերաբերմունք։ Նույն բովանդակությամբ նամակով դիմել ենք նաև Ֆրանսիայում կազմակերպություն, որ կոչվում է Ֆրանսիայի քրիստոնյա եկեղեցիների միություն։ Իրենց ենք դիմել նաև կաթոլիկ բողոքական ուղղափառ եկեղեցիների պետերին։ Վստահ եմ օրերիս կստանանք նաև արձագանք իրենց կողմից։ Վերադարձից Ֆրանսիա նույն խնդրանքով պիտի դիմենք երկրի նախագահին, վարչապետին, նախարարներին։ Հուսով եմ, որ իրենք էլ կարձագանքեն, չնայած որ անցած շաբաթ հայտարարություն է տարածվել սենատորների, պատգամավորների եւ քաղաքապետերի կողմից գրեթե 40 հոգի, որ իրենք էլ պահանջում են, որպեսզի Բաքվի մեջ պահող հայ գերիները ազատ արձակվեն անվերապահ։ Արդեն երկար ժամանակ է, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ նրա բոլոր կառույցներն իրենց անմիջական գործունեության կարևոր մաս են դարձրել գերիների շուտապույտ ազատ արձակման հարցը։ Մայրաթորի կոչին արձագանքել են գրեթե բոլոր քրիստոնեական կառույցները։ Անցյալ տարի նոյեմբերին Ամենայն հայոց կաթողիկոսի կոչի շնորհիվ եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնակայան Ժնևում տեղի է ունեցել միասնական աղոթք։ Այդ օրը եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հրավիրել է բարի կամքի տեր բոլոր մարդկանց միանալ հանուն Հայաստանի աղոթքին, հանուն խաղաղության, գերիների ազատագրման եւ բռնի տեղահանվածների աջակցության։ Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ հիշեցնելով 2020 թվականի պատերազմը Արցախի դեմ, 10 ամիս տևած շրջափակումը եւ շուրջ 120,000 մարդկանց բռնի տեղահանումը։ Միջոցառումը կազմակերպվել էր COP29-ի նախօրեին, քանի որ խորհուրդը կարևոր է համարել այդ օրերին հիշեցնել գերիների եւ քաղբանտարկյալների ազատության հարցը։ Հազարավոր մարդիկ առիթ ունեցան աղոթելու գերիների շուտապույտ արձակման հետ կապված եւ վեհապար հայրապետն էլ իր ուղերձով, տեսաուղերձով ներկայացավ այդ միջոցառմանը։ Նաև առաջիկային նույնօրինակ բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվելու են։ Բնականաբար գերիների հարցի հետ միասին մշտապես բարձրաձայնվում է մեր բռնի տեղահանված քույրերի եւ եղբայրների, Արցախի քույրերի եւ եղբայրների իրավունքների վերականգնման հարցը եւ մեր սրբավայրերի, մեր հոգեվոր մշակութային ժառանգության պահպանության կարեւորությունը։ Մայրաթորը Արցախի եւ Բաքվում պահվող գերիների հարցերով դիմում է ոչ միայն քրիստոնեական կառույցներին,
Վեհափառ Հայրապետի անմիջական, այսպես հովանու ներքո եւ հոգացությամբ մշտապես զանազան միջոցառումների մասնակցություն է բերվում Սուրբ Էջմիածնի կողմից եւ դա կլինի Եվրոպայում ամենաբարձր ատյաններում, օրինակ Եվրոպայի պարլամենտում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում, որ բոլորովին վերջերս Սուրբ Էջմիածնի տեսակետը ներկայացվեց եւ հատկապես այս հարցերը ներկայացվեցին եւ պետդեպարտամենտում եւ կոնգրեսականներին եւ ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներին, որպեսզի այս հարցը դառնա եւ Եվրոպայի եւ Արևմուտքի եւ առհասարակ հետաքրքրված բոլոր երկրների եւ կառույցների, ինչու՞ չէ նաեւ եկեղեցիների գործունեության համար կարեւոր մի մաս։ Մայրաթորի կառույցները, հատկապես աշխարհասփյուռ թեմերը հայ ազգի գերեվարված զավակների ազատ արձակման մասին խոսում են տարբեր երկրներում ամեն հնարավոր առիթի դեպքում։ Երբ որ իրենց հանդիպում ենք լինի սենատորներ, քաղաքապետներ, падգամավորներ, տարբեր միջոցառումների անձնական կամ առանձնակի զրույցների ժամանակ էլ իրենց ներկայացնում ենք, խնդրում ենք, որ իրենք աջակցեն եւ փառք Աստծո, որ իրենք ունկնդիր են լինում եւ աջակցում են այդ առումով։ Այսօր Ֆրանսիայում արդիական է դարձել արդեն, վաղը հուսով եմ ուժի մեջ կմտնի, որ մտածում են Բաքվի ղեկավարների դեմ պատժամիջոցներ ձեռնարկել, ֆինանսական պատժամիջոցներ նախ եւ առաջ։ Վաղուց մտածում էր լինի խորհրդարանում թե սենատում, բայց այսօր կարծեմ թե իրենք գնում են այդ քայլին ֆինանսական պատժամիջոցներ ենթարկել որոշ ղեկավարների, որպեսզի ցույց տան, թե ահավասիկ ուշադիր են հայկական հարցի շուրջ կամ տարածաշրջանում տեղ ունեցող հարցերի շուրջ։ Այս հարցը վերաբերում է հայի ինքնությանը, վերաբերում է հայ եկեղեցուն եւ հայ սրբազան ժառանգությանը, ուստի եկեղեցին բոլոր քայլերը եւ գիտական առումով, եւ միջեկեղեցական առումով, եւ պետական ու հասարակական բոլոր խողովակներով այս հարցը պետք է բարձրաձայնի, մինչեւ որ հարցը վերջապես իր հանգուցալուծման չհասնի։ Եկեղեցին չի լռում, որովհետև եկեղեցու համար մեզ որպես հովիվների ամեն մի գառնուկ արժեք ունի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ավետարանի մեջ ասում է, որ թողնելով 99-ին գնում է այդ կորած գառնուկի հետևից, մենք էլ մեր ամեն մի գառնուկ լինի Հայաստանում, լինի Ամերիկայում, լինի Բաքվում, մեր զավակներն են եւ մեր սիրտը ցավում է ամենայն հայոց վեհափառ Հայրապետի, մեր հոգեվորականած դասի աղոթում ենք, պայքարում ենք, մեր կարելին ենք անում, որպեսզի մեր հավատացյալները, մեր ազգի զավակները ապահով տուն վերադառնան եւ խաղաղ կյանքով ապրենք։